Դե ինչ արնակում առավոտ լուսով վիկենդը, իսկ մեր տաղավարում արդեն մեր գեղեցկոյի հյուրն է սպասում, որին պետք է շտապենք ներկայացնենք, խոսքը դերասանուհի գեղեցկոյի Եվա Խաչատրյանի մասն է։ Բարի լույս, Եվա։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք քեզ մեր տաղավարում տեսնել։ Ես նույնպես։ Հետաքրքիր է թե Եվան ինչպես է արտանում։ Շատ հետաքրքիր։ Ինչպես են սկսում առավոտները, առհասարակ։ Առավոտները։ Քանի որ վերջին շրջանում արդեն մենակ եմ ապրում, 3 ամսից մի քիչ ավել։ Բավական լավ եմ արթնանում։ Հանգիստ խանգարում էին քեզ մարդիկ Եվա։ Դա այն ժամանակ որ մայրիկի հետ էի, հիմնականում ինքն էր իմ զարթուցիչը, ֆունկցիան մաման էր իր վրա վերցնում։ Հասցնում ես փորձերին գնալ հիմա։ Սկզբի օրերին դժվարանում էի, անկեղծ պիտի ասեմ, որովհետև հաշվարկս ճիշտ չէր աշխատում։ Նախկին հաշվարկով էի անում ամեն ինչ, 2 ժամ այն ժամանակ բավարար էր գոնե, հիմա 3.5-ն է բավարար, որովհետև պատրաստել առավոտյան, խնամվել, ամեն ինչ ինքնուրույն եմ անում, այդ իսկ պատճառով մի ժամ ավել ժամանակ է հարկավոր։ Մենք միշտ մեր հյուրերին հարցնում ենք ավանդական հարց է առավոտ լուսով վիկենդում, չէ՞, մասնավորապես առավոտյան հարցնում եք նախաճաշել ու կա առանձնահատուկ ինչ-որ նախաճաշ, թե միայն այսպես սուրճն է առավոտյան։ Ես միշտ նախաճաշում եմ, անկեղծ պիտի խոստովանեմ։ Մաման է այդպես դպրոցից սովորացրել, որ առանց ուտելու դուրս գալ չկա տանից։ Շնորհակալություն մայրիկին։ Այո։ Այնպես որ ինչ այդ պահին արագ կստացվի, պատրաստելուց չեմ փայլում եւ նախկինում էլ փորձեր չեմ ունեցել, միշտ ինձ համար պատրաստել եմ։ Դե համար չես փայլում։ Հա, բայց վերջերս այդպես փորձում եմ անել, եթե ազատ ժամանակ եմ ունում եւ ասում են լավ է ստացվում։ Նույնիսկ սուպեր, ճաշեր եմ փորձում չեմ ասի Կամաց, դեռ 3 ամիս է։ Կամաց, ուզես թե չուզես։ Առավոտյան ինչ որ արագ է, դա եմ փորձում պատրաստել։ Որ շատ ժամանակ ողջել է, գիտես, կարևորը որ դու նախաճաշում ես եւ նորից շնորհակալություն մայրիկին, որ սովորեցրել է, որ պետք է հենց ճիշտ կերպ սկսվի օրը, ինչը շատ կարևոր է։ Հիմա անդրադառնանք նորություններին։ Առաջարկում եմ խոսենք, թե ինչ նորություններ կան կարիերայում, թատրոնի շրջանակներում, նախագծեր, ֆիլմեր, սերիալներ։ Հիմնականում թատրոնում իմ գործունեությունը վերջին տարիներին հիմնականում գիտեք որ ու վերջին արդեն 15։ Իզուր ասեցիր։ Արի մտածենք, որ չենք ասել 15, որտեղ թե քո թե մեր մոտ ինչ-որ տրամադրության անկոպն նկատվեց։ Բայց իսկապես մեծ ժամանակահատված է, չէ՞, կյանքի մի ամբողջ կյանք է, հասուն կյանք է։ Լավ, վերջին շրջանում մի քանի պրեմիերա է եղել ինձ մոտ, առաջինը դա անաստվածային կատակերգություններ, կամերային թատրոնի բեմ բարձրացավ, Արա Երինջակյանի գործն է, բեմադրիչը Հարշալույս Հարությունյանն է, բավականին տպավորիչ, շատ ասելիքով, տպավորիչ յուրահատուկ նաև կասեի եւ բեմադրական լուծումները եւ բեմի շքեղությունը եւ հագուստները եւ գլխավոր դերակատարը, որը ինձ համար միշտ անկրկնելի եւ չգերազանցելի Սենիկ Բարսեղյանը 15 տարիներին, եթե այսպես հետ հայացք եք գցում, ինչն է ամենաշատը գրավում թատրոնում։ Չեմ կարող ասել, որ հենց մի բան է, միայն կարող եմ ասել, որ երջանկության ամենամեծ դոզաները հենց այնտեղ եմ ստանում ու վայելում։ Կլինեն ծափերի տեսքով, կլինի հենց բեմում վերապրման տեսքով, դերիցդ հագենալու, հա, որ դու քո գլխի մեջ, քո ենթագիտակցության մեջ հասկանում ես, որ դու կատարել ես այդ օրը քո սպասելիքը կամ մյուսների սպասելիքը։ Դրանք ինձ շատ լավ էմոցիաներ են տալիս։ Բարձրանում են բոլոր դրական հորմոնները, որոնք կարող են արտադրվել իմ օրգանիզմում, բոլորը ամենաբարձր շկալայի վրա են։ Այնպես որ ես երջանիկ եմ ինձ զգում թատրոնում ստեղծագործելիս։ Քանի որ քիչ առաջ խոսում ենք ներկայացնելիս, նաև գիտենք, որ վերջերս առաջնախաղ ունեցաք Մկրտիչ Արզումանյանի հետ, իմ կնոջ ամուսինի հետ չեմ սխալվում։ Չնայած մենք առիթ ունեցել ենք հենց Մկրտիչի հետ զրուցելու, խոսելու այս ամենի մասին։ Առանց ինձ։ Դե անցած շաբաթ էր։ Ու մենք լսել ենք արձագանքները հանդիսատեսի կողմից, որ շատ ստացված եւ շատ հաջող է անցել ներկայացումները։ Շատ են քեզ մոտ ներկայացումները, պրեմիերաները, նախագծերը։ Եվ հիշում եմ, որ մի հարմար առիթի դու ասել էիր, որ ես ամեն նախագիծ չէ որ ընտրում եմ, որովհետև ինձ համար կարևոր է հետաքրքիր։ Այդ չափորոշիչը ո՞նց է, ինչի հետ է պայմանավորված, հետաքրքրացվածը ո՞րն է։ Եվ արդյոք դրա հետ է պայմանավորված, որ ֆիլմերում կամ սերիալներում երկարատև այդքան հաճախ քեզ չենք տեսնում։
Ես կխաբեմ, որ ասեմ, ընտրությունը շատ մեծ է ոլորտում։ Ինչպես եմ չափորոշիչները, հա, առհասարակ ինչպես եմ ընտրում, որտեղ մասնակից լինել։ Այո։ Նախ պետքա ոգևորի ռեժիսորը եւ նյութը։ Վստահելի թիմ լինի, ես հստակ իմանամ, որ գնում եմ այնպիսի պրոդուկտ ստեղծելու, որի համար չեմ ամաչելու եւ վատ չեմ զգալու։ Դա առաջին ֆակտորն է, երկրորդը գրավումը դերը մեծ հաշվով։ Ֆիլմերի մասին թողնենք, որտեղ ֆիլմերի ընտրությունը շատ քիչ ա եղել իմ կյանքում։ Այս դեպքում երևի թե զուտ որ ֆիլմ ա եղել, այդպես ոգևորություն է իմ մոտ որպես դերասանուհի առաջացել, վստահ լինելով, որ ավելի լավ պրոդուկտ կստեղծվի, բայց դերերը որպես այդպեսին շատ գրավիչ չեն եղել։ Եվ առհասարակ Եվ սպասում են դեր գրավիչ դերերի առաջարկների։ Ես սպասում եմ կարևոր դերի, անկեղծ ասած, լավ դերի, լավ դերի շատ հարաբերական է լավը հնչում։ Իսկ լավը քեզ համար դերականն է, թե բացականն է։ Երկուսն էլ կարող են լինել, բայց պարունակությունը շատ կարևոր լինի, ասելիքը կարևոր լինի, արտիստի անելիք լինի մեջը, ոչ թե միայն սիրուն աղջկա ներկայություն լինի կամ սիրուն սիրուհու։ Այս դեպքում նշում ես այն կերպարները, որոնք որ հիմնականում քեզ առաջարկում են, էլ մի առաջարկի դեպ կերպարները եւ այլն։ Հիմնականում ու միշտ իմ գործունեության ընթացքում ես ստացել եմ սիրուհիների դերերի առաջարկներ, մշտապես դա է եղել, բայց դա ինձ նեղացնում է միայն մի բանի համար, որ ես գիտեմ, որ ավելին կարող եմ որպես դերասանուհի եւ շատ ավելի գեղեցիկ ու գայթակղիչ աղջիկներ կան, որոնք կարող են ոչինչ չանել, պարզապես կադրում լինել։ Եվ մարմնավորել այդ դերը։ Եվ մեծ հաշվով դերասանուհին ավելի այսպես հաճույք է ստանում, երբ ստեղծագործում է, նոր բան է անում, մի բան, որ երբևէ չի փորձել կամ նույնիսկ ինքը չի հավատում, ինչպես եղավ օրինակ 5+1 պատմություն սիրո մասին ներկայացման դեպքում, ինչի համար որ արժանացա նաև Արտավազդի, ես չէի հավատում, որ կարող եմ այդ 6 դերերը մեկ վայրկյանում փոփոխվելով կերտել, բայց ռեժիսորն էր հավատում եւ մենք հասանք շատ լավ արդյունքի։ Եվ այն տեսակարծունքի, որը այսօր հանդիսատեսը նայում է, չի պատկերացնում այդ փոփոխությունների բարդությունը, որովհետև դրանք այսպես կարաքինման տեղի են ունենում։ Ես սպասում եմ այդպիսի դերի, էմոցիոնալ, կանացի իրական էմոցիաներ բարձրացնող հույզեր։ Մենք քեզ լրիվ հասկանում ենք, մնում է ռեժիսորներն ու պրոդյուսերները քեզ լրիվ հասկանան, լսեք եւ այն խնդրում եմ, եւ էլ սիրուհու եւ նմանատիպ կերպարներ մի առաջարկեք, երիկա։ Տեսանք, որ ինքը շատ լավ է այդ ամենը խաղում, փորձում փոխանցել մեզ նաեւ այդ կերպարը, այ հետաքրքիր է, դու ինչպես ես կարողանում հաղթահարել դժվարությունները, կա ինչ որ ներքին ներուժ, որ կամ ինչ որ տատներից եկած ավանդույթ, որ մի բան ես անում, վառում ու ամեն ինչ ասվում գնում։ Հավատ չեմ, բայց հանձնվող տղել չեմ։ Երբեք չեմ հանձնվել ոչ մի պարագայում, նույնիսկ ամենադեպրեսիվ եմ, իրականում չափազանց։ Բայց չգիտեմ ինչ ուժ կա ներքին, որը բառերով չես նկարագրի, ինչ որ մի ժամանակ հետո ես ինքս ինձ հանում եմ այդ մթությունից յուրաքանչյուր ամենակոտրված դեպքում նույնիսկ։ Ինքդ քեզ։ Հա, մենք քեզ պետք չենք։ Ընկերներ։ Բացարձակ։ Երաժշտություն, երաժշտություն միշտ կա իմ տանը։ Իդեպ առավոտվա բաղադրիչ մասերից մեկը Նախաճաշի հետ միասին նաև երաժշտությունն է երաժշտությունը շպարվելուց հատկապես այդ ինձ համար sense ռիտուալ է։ Ես եմ ինձ օգնում։ Ես ինձ օգնում եմ, որովհետև ես գիտակցում եմ, որ այս աշխարհում եթե մենք մեզ չօգնենք, ոչ մեկ։ Իսկ երբ բանից դա դու գիտակցեցիր, որ հույսը պետք է միայն քեզ վրա դնել։ Շատ վաղուց կարծում եմ, շատ փոքր ժամանակվանից ես մամայիս հետ եմ մեծացել, հայրս մեր կողքին չի եղել, այնպես որ ես ավելի շուտ եմ մեծացել եւ գիտակցության ավելի շուտ եմ եկել, դժվարությունների ավելի շատ եմ բախվել, կռիվներ ավելի շատ եմ արել տղաների հետ։ Ապրես։ Եղել են կյանքում պահեր, որոնց համար սղճացել եք։ Իհարկե եղել են, բայց ինչ որ ժամանակ հետո երբ հեռանում եմ իրադարձությունից, հասկանում եմ, որ մեծ հաշվով ոչինչ պետք չէ փոխել։ Յուրաքանչյուր փոս ընկնելուց հետո ավելի ամուր ես ոտքերիդ վրա կանգնում եւ ավելի ուշադիր ես լինում, որ հաջորդ անգամ չընկնես։ Այնինչ մեջ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում այդ բանաձևը։ Երբեմն այսպես
ամպագորգորա հնչում, բայց այդպես է որ կա։ Յուրաքանչյուր փորձություն միանշանակ մեզ ավելի ամուր է դարձնում, կոփում է եւ ավելի տեսիլը ավելի ուրիշ է դառնում, պատկերացումները ավելի լավն են, ավելի լիքն են դառնում։ Իսկ վերջին շրջանում կա ինչ-որ մի բան, որի մասին մտածում ես, բայց չես բարձրաձայնում։ Իհարկե շատ եմ մտածում տարբեր բաների մասին, ընդհանրապես կանանց միտքը միշտ խառն է։ Դժվար է։ Մի քանի վայրկյանում հազարավոր բաներ ես մտածում ու իրարամերժ եւ իրար հետ կապ չունեցող բացարձակ։ Եվ դու էլ չես կարողանում նույնիսկ այդ թելը բռնել։ Վերջին շրջանում շատ մտածում եմ, որ եթե մի փոքր էլ մեծանամ, բա ինչ ուրիշ գործունեություն կարելի է ծավալել։ Ինչ կարելի է դերասանությունից։ Իհարկե շատ մտքեր ունեմ, փոքրիկ բիզնեսներ ունենալու, բայց դրանք դեռ միայն մտքեր են։ Հստակ գործողություններ չկան դրանց շուրջ, հավանաբար պատճառը այն է, որ զբաղվածությունս է շատ եւ դրան տրամադրելու ժամանակ ուղղակի չկա։ Եվ մտածելու ժամանակ չկա։ Եվ մտածելու էլ շատ չկա, հիմնական գիշերները գուցե դրան տրամադրես, մնացած ժամանակ օրդ այնքան լեցուն է վազվզոցով, նկարահանումներով, փորձերով, որ մենակ գիշերը էլի մի պահ իսկ ինչ կարող եմ ես անել հետո։ Բայց հիմա էլ մտածեցիր ինչ-որ մի բանի մասին։ Ասելու ընթացքում չբարձրաձայնեց։ Ես շարունակել եմ։ Ես մտածում եմ ընտանիք կազմելու մասին հաճախ վերջին շրջանում։ Բայց շատ նորմալ է ու շատ ողջունելի։ Հա, շատ, բայց չեմ պատկերացնում ով այդ տղամարդը, այդ դուխով տղամարդը։ Եվ գիտես դա միշտ տենց է։ Մենք միշտ չենք պատկերացնում ու միշտ այնպես է ստացվում, որ ամենաչպատկերացրած մարդը է այդտեղ եւ երջանկացնում մեզ ամբողջ կյանքի համար։ Ես հավատում եմ հրաշքների։ Ապրես։ Ես էլ ուրեմն պիտի շարունակեմ այս փիլիսոփայական տրամադրությունը հարցերի։ Կա ինչ-որ մի փուլ կյանքում, ձեր կյանքում, որին եթե հնարավորություն լիներ կվերադառնայիք նորից, հենց այդ պահը։ Չկա։ Իսկ անցյալը անցյալում է։ Քեզ դրուսելուց ես հասկացա, որ կա փուլ, որ ինձ սպասում եմ, բայց հետ չեմ ուզում։ Այնտեղ է։ Միանշանակ առաջ, միշտ առաջ։ Հետ գնալը երբեք ինձ թվում է ոչ մեկին ոչ մի մասով օգտակար չի եղել։ Նույնիսկ ֆիլմերում որ հետ են գնում, հետո ինչ-որ մի բան այն չէ։ Եվ մենք գիտենք, որ դու քո ընկերների, գործընկերների նկատմամբ այսպես շատ յուրահատուկ վերաբերմունք ունես ու նրանք էլ շատ յուրահատուկ տեղ են զբաղեցնում քո կյանքում։ Ինչն ես գնահատում մարդկանց մեջ։ Ինձ համար շատ կարևոր է ազնվությունը հարաբերությունների մեջ, որովհետև իմ բնությունը այդպիսին է եւ ես չեմ կարողացել երբեք նույնիսկ մեծանալու հետ, չեմ կարողացել ուրիշ հմտություններ ձեռք բերել, որոնք մեծ հաշվով պետք են կյանքի ընթացքում։ Երբեմն պետք է մի քիչ խորամանկ լինել, մի բան եթե մտքիդ կա այդ պահին չասել, հետո ասել։ Ես այդ հմտություններին երբեք չեմ տիրապետել եւ ինձ թվում է երբեք էլ չի ստացվելու տիրապետել դրանց, միշտ ասել եմ ինչ մտածում եմ, միշտ փորձել եմ անկեղծ լինել բոլորի հանդեպ եւ նույնն եմ ակնկալում իմ հանդեպ։ Եվ այնպես չի, որ ես լավն եմ։ Ես այդպես եմ ծնվել։ Իմ զգայարաններն են այդպեսին եղել, ես մարդասեր եմ իմ բնությունով։ Ինձ համար կարևոր են մարդիկ, նույնիսկ անծանոթ մարդիկ։ Մի խոսքով բոլոր ես ուրիշներին ուզում եմ երջանկացնել։ Ես չգիտեմ դա լավ հատկություն է թե վատ, մեծ հաշվով։ Բայց եթե ես կարող եմ մի որևէ անցորդի մի փոքրիկ բանով օգնել, չեմ զլանակ օգնեմ միշտ։ Այնպես որ ընկերների մեջ գնահատում եմ, որ ինձ չխաբեն, որ ազնիվ լինեն իմ հետ, եթե մտածում են, որ ես վատն եմ, դա ինչ որ կերպով ինձ ասեն, ոչ թե մեջքիս հետևում ասեն։ Ուղիղ, կարճ ճանապարհ։ Ուղիղ։ Միայն դա։ Մնացած ամեն ինչ իրենց մեջ կարող եմ ընդունել ամենավատ հատկությունից մինչև ամենածայրահեղական երևույթները, որոնց մեջ կարող են ընկնել մարդիկ իրենց ոչ իրենց կամքով, ամեն ինչ ընդունում եմ այս աշխարհում, միայն ազնիվ լինել։ Ասում են, որ դերասանները կլինի թատրոնում թե կինոյում պիտի ամեն ինչի պատրաստ լինեն։ Դուք համաձայն եք այդ բանման հետ եւ արդյոք եղել են տարիների ընթացքում դեպքեր, երբ հետ եք կանգնել ինչ-որ մի բանից։ Դե շատ վերնագրեր են գրվել Էվա Խաչատրյանի մերկ լուսանկարները, մերկ տեսարանները, համբույրի տեսարանը, նմանատիպ բազմահազար են որ փնտրենք։ Իդեպ վերջերս
սա իմ համար շատ ծիծաղելի է, ինչ որ մեկի հեռուստացույցին գցել էի հեռախոսս, որ երաժշտություն լսեինք ընկերներիցս մեկի, ու ուզում էի իմ channel մտնել YouTube-յան, վերևում գրեցի Եվա Խաչատրյան երկրորդը բերեց մերկ տեսարանները։ Ես հասկացա, որ շատ փնտրված մի դաշտ է դա։ Բայց չսխմեցիր, հետաքրքիր չէ։ Սխմեցի բնականաբար, հետո էլի շատ ընկերներից Եվա Խաչատրյանի մերկ նկարները։ Ինչ որ հատվածներ եկան մեր ֆիլմից, որտեղ այո, երջանկության մեխանիկայից հատվածներ եկան։ Բայց այնտեղ մերկ չենք մենք։ Կիսամերկ ենք։ Կիսամերկ ենք։ Դե բայց կիսամերկ ենք ամեն ամռանը։ Այդ շտամպ ասեմ, չգիտեմ ինչ որ Կնիքը դաջվածքը դրել են ինձ էլի միշտ որպես դերասանի, բայց ես կարծում եմ, որ չի կարող ասենք Ռուբենը բարող է, ասի ես այս մի շարժումը չեմ անում, այն մնացածը անում եմ։ Դա կարող ես ասել, բայց կարող չէ։ Չէ, ուրիշ բան, եթե մեջքն է ցավում, դա արդեն ես Եթե օբյեկտիվ պատճառ կա, որովհետեւ Բայց եթե դերասանու ես չես կարող ասել ես այս մի մասը անում եմ իմ դերի, այն մի մասը չեմ անում։ Իհարկե, եթե այնքան զարգանա ոլորտը ինչպես դրսում է, հա, որ վերում են դուբլոր, եթե օրինակ դերասանը ինչի ցանկանում համբուրվել, վերում են դուբլոր, բայց ցավոք սրտի մեր երկրում այդ երևույթը չկա եւ շատ այլ երևույթներ չկան, որ ցանկալի կլիներ, որ լինեին։ Մեծ հաշվով, բայց ախր երբ որ գալիս է դուբլոր հասկացողությունն էլ, չէ՞ որ էկրանից են կողմ մարդիկ մտածում են, որ դա դու ես։ Ինչ տարբերություն հիմա դուբլորն է համբուրվում կամ չգիտեմ սիրով զբաղվում, թե դու ինքդ միևնույնն է դա վերագրվում է հենց նույն արտիստին։ Չեմ կորցնում, որ մի ժամանակ կգա, երբ առողջ կնայեն եւ կհասկանան, որ եթե դու իսկապես դերասանուհի ես, ապա դու պիտի քո դերի Եվ փոխվում է, չէ՞ սերունդը։ Մեր ծնողների ժամանակ մի քիչ այլ էր ֆիլմի նկատմամբ ընկալումը, հետո եկավ մեկ այլ սերունդ, հետո եկավ, չգիտեմ, մեր սերունդը, հետո կգա մեկ այլ սերունդ։ Մաշկի վրա չեմ զգում, որ շատ է փոխվել ամեն դեպքում։ Մենք դժվար զգանք, բայց մեր զանից հետո մեր երեխաները կզգան։ Ամեն դեպքում կա եւ այդ բանը դաջվածքը կա, որ եթե դու սիրուհիներ ես խաղացել, ուրեմն դու կյանքում ես այդպեսին, միշտ առաջին բանը ագրեսիան է իմ տեսակ աղջկա հանդեպ, ով աշխարհի ամենալուսավորն է ու բաց է։ Շատ պատրաստական եմ բոլորին ջերմորեն ընդունելու, երբեք չեմ հասկացել այդ հեյթը իմ հանդեպ ինչու է ձևավորվել։ Բայց չեք կարծում, որ դա առհասարակ ամբողջ աշխարհում է նույն երևույթը, որովհետև նույն օրինակ բացասական կերպարներով օրինակը բերեմ, տարիներ առաջ գահերի խաղը կարծում եմ բոլորը այդ հեռուստասերիալը դիտել են, այնտեղ հիշում եք Ջոֆրին, այդ թագավորը, ժամանակավոր եւ երիտասարդ տղանում դերը նա ով կերտում էր այդ դերը, նա մի հարցազրույց էր տվել եւ պատմում էր, թե ինչպես են փողոցում նրան անդադար հայհոյում, հրում, հարցակվում անգամ երկրպագուները չհասկանալով, որ նա ընդհանրապես կերպար է եւ դերասան չէ եւ դա իսկապես անդրադարձել է նրա կյանքի վրա։ Այսինքն այս երևույթը կարծես թե ամենտեղ կա, եթե օրինակ բացասական է կերպարը եւ դերասանը իր գործը լավ է անում եւ համոզում է հանդիսատեսին, որ նա իսկապես այդպեսինն է, հաճախ հանդիսատեսը այդպես մոռանում է, որ չի կարողանում առանձնացնել այո դերը, կերպարը իրական դերասանից։ Այստեղից հետևություն, որ դու ֆանտաստիկ արտիստ ես։ Շնորհակալ եմ։ Որպես վերջին հարց դիտարկենք։ Երազանքների մասին ինչ կասես, եթե իհարկե կարելի է բարձրաձայնել կամ ինչ փուլում են, գուցե նաեւ ինչ-որ ընթացք կա։ Ես չեմ սիրում երազանքներից մասին խոսել, ճիշտը որ ասեմ։ Արի դե չխոսենք։ Դրանք շատ իմն են։ Եվ իրենց ուժը կորցնում են, երբ որ իրենց շատ ես բաց թողնում քո ներսից ըստիս։ Շատ Եվ հետաքրքիր նաև մոտեցում։ նպատակներն էլ վերջերս եմ հասկացել, ինչ որ մի բան որ նպատակ է կամ ինչ որ սպասում ունես նոր պրոյեկտի, նոր մի բանի, երբ որ շատ ես բոլորին պատմում, պատահում է մի անհաջող բան։ Երբ տեղի է ունենում, հետո ես ազդարարում, դրանք ես հավատում եմ էներգիաներին։ Ոչ թե աչքին, չէ, աչքին չեմ հավատում, ես էներգիաներին եմ հավատում եւ վստահ կարող եմ ասել, որ բացասական էներգիան շատ մեծ ուժ ունի եւ շատ հաճախ կարող է ազդել։ Դրա համար վերջերս փորձում եմ ավելի զուսպ լինել, չազդարարել իմ հաջողությունների մասին։ Իսկ երբ որ լինի հետո կուզես միասին անպայման։ Վեսպես Ես նաև ուզում եմ ասել, որ շուտով սպասվում է, չկա տղամարդ, չկա պրոբլեմ ներկայացումը։ Արդեն հետաքրքիր անվանում, հետաքրքիր ներկայացում վստահ։ Արա Երինջակյանի գործերից է ամսատիվերը հստակ դեռ չկան, բայց այո, կամերային թատրոնում բեմը բարձրանալու հուսով ենք մեկ ամսից ամբողջական կհանձնենք հանդիսատեսի դատին, բեմադրիչը Դավիթ Աբրահամյանն է։
Աղջիկներն են բեմում, Վիկտորիա Սահակյանը, ես, Էրմինա Զախարովը։ Առանց պրոբլեմների։ Ժաննան Քոչարյան, ներկայացում խաղացվել է նախկինում, ես նորից կազմի մեջ եղել եմ 4 տարի անշլակ խաղացվել է, հետո ունեցանք դերակատարների, մեկնեցին, կեսը գնացին թատրոնից, ոմանք երկրում չեն այլևս, դադարեց ներկայացման պուլսը կանգնեց, հիմա վերականգնում ենք, այդպես հորետեսական կատակերգությունը մի վախեցեք վերնագրից, ամեն ինչ մեծ հաշվով ձեր մասին է։ Շատ շնորհակալություն։ Անպայման կհետևենք խաղացանկին, որպեսզի բաց թողնենք, եւս մեկ անգամ դիտել ու վերհիշել այդ գեղեցիկ ներկայացումը, հատկապես եթե քո զբաղվածությունը, ներգրավվածությունը նույնպես կա։ Իսկ հիմա առաջարկել ենք քեզ մի խաղ։ Դե այդքան էլ խաղ չի, այլ փորձել ենք շատ բլից այսպես հարցեր հնչեցնել, իսկ դու պետք է շատ բլից պատասխաներ տաս։ Փիլիսոփայական հարցերի շարքը շարունակվելու է։ Արագությունը վախեցնող է, բայց հարց, որ ջղայնացնում է։ Բա երեխա չես ուզում ունենալ։ Էլ չտակ այդ հարցը։ Բանականություն թե զգացմունքայնություն։ Միայն զգացմունքայնություն։ Երկու քայլ երջանիկ լինելու համար։ Ազատվել վատ մտքերից։ Ապրել այսօրով թե ապագայով։ Այսօրով։ Աշխարհը եկել է դրան, որ այսօրով։ Մարդկանց մեջ փնտրում ես։ Ինչ ես փնտրում մարդկանց մեջ։ Սեր։ Սեր։ Տարբեր դրսևորումներ, բայց սիրո բանով, միջոցով էլի, այսպես սիրո լույսի տակ կամ շղարշի տակ։ Ձեր թուլությունը։ Շունիկները։ Ոչ միայն ձերը։ Որ մուլտֆիլմի հերոսին ես քեզ նմանեցնում։ Պակախոնտեսին։ Փոքր ժամանակվանից այդպես շատ սիրում էի եւ չգիտեմ ինչքանով եմ դիմագծերով կամ ման նման, բայց ինձ թվում է էմոցիոնալ առումով վստահաբար։ Ինձ էլ է թվում, որ քո պատասխանը հենց այդ ուղղությամբ է։ Դիմագծեր, բայց նաեւ այդ ոգին։ Այո, ոգին։ Սովորություն, որը կուզեիք չունենալ։ Շուտ մարդկանց թողնել կյանք։ Մոտ թողնել, հա։ Այդ վստահության։ Շուտ վստահել, շուտ պատմել, գաղտնիքներ կիսվել, էմոցիաներ բացել։ Այդ հատկություն կուզեի անկեղծորեն։ Շատ եմ ուզում չունենամ աստված ջան։ Ինչպես է զվարվում նվերների հետ, որոնք որ չես հավանել։ Պահում եմ ուղակի, որ չգտնեմ։ Եթե պատահի մարդում վստահ եմ, որ իրեն դուր կգա, օրինակ, կնվիրեմ սիրով, բայց հիմնականում, որ ինձ դուր չի գալի, միշտ ամաչում եմ դա նվիրել ինչ-որ մեկին, գուցե շատ պատահում է, որ շատ թանկ նվեր է, մեծ հաշվով դա կուրախացնի յուրաքանչյուր մեկի, բայց քանի որ ինձ չի ուրախացրել եւ իմ համար ճաշակով չի, ես մտածում եմ, բայց նվիրեմ, որ ամոթ չի, ասել։ Ու դրա համար պահում ես ինչ-որ միտեղ։ Շատ լավ։ Ինչից եք ամենաշատը վախենում։ Մենակ, մշտապես մենակ լինելուց երևի։ Այսինքն մենակ բոլոր իմաստներով էլի, միայն զուգընկերոջ չէ։ Առհասարակ կյանքի վերջում մենակ մնալ, Մենակությունից։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն քեզ, ջերմ ու անկեղծ, ինչպես միշտ հարցազրույցի համար, շփման համար։ Մենք հետևելու ենք քո խաղացանկին, քո նորություններին, նախագծերին, որովհետև դու շատ շնորհալի ու տաղանդավոր արտիստ ես, քեզ հաջողություն ենք մաղթում։ Անչափ շնորհակալ եմ, այնքան լավ էներգիա եկավ ձեզնից։ Օրս լավ կշարունակի։ Հուսով ենք այս էներգիան քեզ այսօր ամբողջ օրը ուղեկից կլինի եւ ոչ միայն այսօր, այլ միշտ։ Վստահ։ Եվ պակասի մեզ հյուրան։ Եվ վստահաբար նաև հնարավորություն կունենանք ապագայում կրկին հանդիպելու եւ խոսելու նոր նախագծերից։ Այո։ Շնորհակալություն քեզ, լավ օր, լավ հանգստյան օր ենք մաղթում, իսկ մենք սիրելիներս դե երաժշտություն կլսենք, հետո կգանք, մենք էլ պետք է երաժշտանք։ Դու այսօր գործ չունես։ Այն ոչ։ Չէ, չունես։ Ես լիքը գործ ունեմ։ Լսենք երաժշտություն։ Լսեցինք։